Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի դեմ, չնայած միջազգային հանրության, հատկապես ՄԱԿ-ի և մի քանի եվրոպական երկրների պահանջներին դադարեցնելու ռազմական հարձակումները։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 51 մարդ։ Միաժամանակ շաբաթներ տևած շրջափակումից հետո մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է մտել անկլավի տարածք։ Գազայի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մարդասիրական կարիքները բավարարելու համար միջազգային կազմակերպությունները 87 բեռնատարով օգնություն են հասցրել։ Իրանը և ԱՄՆ-ն Իսրայելի ամենամոտ դաշնակիցը ուրբաթ կանցկացնեն միջուկային բանակցությունների 5-րդ փուլը Իրանում ուրանի հարստացման շուրջ խորը տարաձայնությունների ֆոնին։ Ես միջազգային հանրությանը կոչ եմ արել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Իսրայելի շարունակական սպառնալիքների դեմ, որոնք եթե չվերահսկվեն, կստիպեն Իրանին հատուկ միջոցներ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ֆիլիպինների ձկնորսության բյուրոն Չինաստանի առափնյա պահպանության ծառայությանը մեղադրել է վիճելի տարածք համարվող հարավչինական ծովում ֆիլիպինյան կառավարական նավին հարվածելու համար։ Բյուրոյի հայտարարության համաձայն ագրեսիվ միջամտությունը, վտանգավոր մանևրները և անօրինական գործողությունները վնասել են ֆիլիպինյան նավին։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ երկնքում 105 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, դրանցից 35-ը վնասազերծվել են Մոսկվայի մարզի տարածքում։ Խերսոնի նահանգապետ Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ տարածաշրջանի վրա ռուսական հրետանային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ամենալարված իրավիճակը Դոնեցկի մարզում է և բանակը շարունակում է ակտիվ գործողությունները Կուրսկի և Բելգրադի մարզերում։ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Հունաստանում կայանալիք զորավարժության վերաբերյալ։ Նշվել է, որ զորավարժությունը, որը կանցկացվի Հունաստանում մայիսի 25-ից հունիսի 6-ը, ՆԱՏՕ-ի զորավարժություն չէ։ Եվրոպայի պաշտպանի շրջանակներում իրականացվող պարբերական վարժանքներ են, որոնք համակարգվում են ԱՄՆ-ի Եվրոաֆրիկյան հրամանատարության կողմից։ Զորավարժությունը միաժամանակ անցկացվում է 8 երկրում՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Կոսովո, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա։ Զորավարժությանը հրավիրվել է նաև Թուրքիան և այս պահի դրությամբ գնահատվում է հաջորդ փուլերին մասնակցության գործընթացը։ Եմենի Հուսիների Անսար Ալլահ շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով և 2 անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Յաֆայում ու Հայֆայում գտնվող կարևորագույն իսրայելական թիրախներին։ Շարժման խոսնակ Յահյա Սարին նշել է, որ գործողությունը հաջողությամբ է ավարտվել, հարվածներ են հասցվել թիրախներին։ Նրա խոսքով բազմաթիվ մարդիկ տեղափոխվել են ապաստարաններ, իսկ օդանավակայանի գործունեությունը գրեթե 1 ժամով կանգ է առել։ Մոսկվայի 3 օդանավակայաններում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել։ Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել է 71, Շերեմետյևոյում 72, Վնուկովոյում 19 չվերթ։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։